Ասեն իրավիճակն է, որ Ռուսաստանի հետ թշնամի լինելը մեծ պատիվ է։ Ասենք որ մանկապիղծ բանակ է, որ բուչա է անում, ցեղասպանություն է անում, որ անիմաստ քաղաքացիական մարդկանց է սպանում, տրաքացնում է, իրան պահում է ոնց որ Դե ասում եմ, որ Ուկրաինայում են, հենց էլ քեզ հետ կլինի, մենք Չի էլ լինի, ասում ենք, ոնց որ Ուկրաինայում եք, ձեզ մոտ է այդպես։ Գլուխը քարով է տվել։ Չի կարող ինքը Հայաստանում տենց անի։ Ինքը շատ փոքր է, որ Հայաստանում տենց բան անի։ Ռուսաստանը։ Հա, ինքը փոքր է։ Հա, Հայաստանին տենց հեշտ չի։ Հասկանում եք, այստեղ խնդիրը որն է, ես էլ եմ ասում 44-ին մենք պարտվել ենք, որտեղ Ռուսաստանը մեզ դավաճանել է։ Թե մեր առաջնագծի այն կողմը եղածներին տղեկը հում կուտեին։ Տենց չի եղել, որ մերոնք փախել են Թուրքից։ Ռուսաստանը այն պահին, որ ստեղ հասկանան, որ Ռուսաստանն է վրա հարձակվում։ Լավն ու բարին կպղծեն Ռուսաստանի։ Նույն են մարդիկ, ովքեր եկել էին Սամվել Կարապետյանի համար ստե ձեն տալու։ Իրանք կարող է մի օր արթնանան, տեսնան Ռուսաստանը սաղ վառվում է տարբեր տեղերից։ Ձեզ թվում է իրանք չեն կարող մեր միջոցով Ուկրաինային թիրախ տան։ Կամ ասենք բաներ միասին։ Պատկերացնում եք Ռուսաստանի հետ ինչ կանենք մենք, եթե տենց բաներ լինի։ Ես էլ չեմ ընկնելու մարդու իրավունքների մասին մտածեմ։ Ուզում եմ, որպեսզի մարդիկ ճիշտ հասկանան այս ամբողջ ինչ որ ես ասում եմ, ինչպես բազմիցս ասել եմ, դուք մի պատկերացրեք, որ պատերազմը դա միշտ ասենք, որ դու տանկի մեջ նստած ես, կամ ասենք կործանիչի մեջ նստած ես, ձեռդ HK 416-ա ու դու սենց մտածում ես երբ է գալու որ խփես, չէ, տարբեր պատերազմ վարելու տարբեր ձևեր կան եւ այդ ձևերի 99%-ը կապված չի որ դու ասենք ձգանը սխում ես ու փամփուշտը գնում կպտում դրա ճակտին հազարու մի ձև կա մենք ոնց որ թե բավականին շատ ձևերի մեջով անցանք այս շրջանը հա ես դրա համար պատկերացրեք որ Ադրբեջանը քանդվելու է որտեվ մենք լեկլերկներով մտնելու ենք Բաքու չէ Իրանք իրանցով իրար խելոք կմորթեն, բան մի օր կարտնանան, կտենանք էլ մարդ չկան։ Հենց որ թեթև տարեք։ Միացյալ Նահանգներ Իրան էլի շատ կարևոր էր, 3 բառացիորեն 1 օր առաջ Թրամփը ասում էր հիմա ես կխփեմ ամենահուշկու հարվածը իզութոզը չի մնա Իրանից, եւ նույն օրը երեկոյան, կարծեմ թե նույն օրը երեկոյան ասեց մենք համարյա թե դարիս պայմանագիրն ենք ստորագրելու Եվրոպայում բայց Իսլամաբադի բան է կոչվում, համաձայնագիր է կոչվելու, համենայն դեպս ինչ որ մեծ համաձայնագիր են պատրաստվում կնքել Իրանի հետ, ընդ որում Հորմուզի հարցն է այստեղ սառեցված ուրեմն ինչն են 10-15 միլիարդ դոլարի մասին խոսքը Կատարի բանկերի։ Այո, բանկերի եւ այլ եւ այլ։ Այդ բաների իրանական նավթի գումարն է, Հորմուզ։ Դեռ փաստ չէ որ կստորագրեն, իհարկե։ Տեսեք, երևի փետրվարի 26-ից 28-ին որ ասել է, լավ, սենց ասեմ, մարտի 3-ից մենք արդեն պետք է որ սովորած լինեինք, որ ցանկացած հարց, որը վերաբերվում է այս հարաբերություններին, մենք պետք է ավելի շատ վստահենք ցավոք սրտի իրանական կողմին, քան ամերիկյան, ցավոք սրտի, որտեվ միշտ ցանկալի է, որ երկու կողմին հավասարաչափ գոնե ինչ-որ մի աղբյուր լինի, որ երկուսն էլ հավասարաչափ վստահելի լինեն, որպեսզի երբ որ վերլուծում ես կողմնակալություն չանես, բայց այն ինչ-որ մենք տեսել ենք ամբողջ գարնան ընթացքում եւ հիմա արդեն ամռան բան մեզ մոտ իրավիճակը այնպեսին է, որ իրանական կողմը ավելի վստահելի է ինֆորմացիա տրամադրելու տեսանկյունից, քան ամերիկյան։ Ինչ վերաբերում է Տրամփին, տեսեք ինչ շատ էմոցիոնալ շատ բաներ է անում, տենց ինչ-որ թե հիմա դրա համար, օրինակ հենց դրա համար վստահելի չի։ Ես ծանոթ եմ բոլոր ամբողջ աշխարհն է ծանոթ իրականում իրանական 10 կետին։ Ես չեմ հանդիպել, որ իրանական կողմը երբևիցե դրանցից հրաժարվի եւ մենք պետք է հասկանանք իրանական կողմը արդյոք դրանից հրաժարվել է թե ոչ։ Դեռ ոչ, որովհետեւ վերջին լուրը այն է, որ որոշում վերջնական չի կայացվել, այդ Թեհրանն է ասում, արտգործնախարարության խոսնակը ասում է
բանակցվող փաստաթղթի մեծ մասը համաձայնեցված է, սակայն քննարկումները շարունակվում են։ Դե տեսեք, մենք դրա միջով անցել ենք, մեզ մոտ էլ եթե հիշում եք բանակցային փաստաթղթի վերջնական փաստաթղթի 90%-ը համաձայնեցված էր 21 թվականից մինչև 24 թվականի ապրիլ, եթե չեմ սխալվում, եւ 25-ին 25-ի մարտին էր ստորագրվեց, իսկ համաձայնեցվեց, էլ չստորագրվեց։ Իսկ բանով արդեն որ երկու կողմն էլ ասացին, որ համաձայն են փաստաթղթի հետ։ Իսկ մինչև այդ ինքը տենց մեզ տենց է տանում բերում է, որ մի կետա մնացել։ Դե հիմա այստեղ դեռ այդ տեսեք, հարցը, որը գոյություն ունի ԱՄՆ-ի եւ Իրանի միջև, պակաս բարդ չի, քան հայ-ադրբեջանական հակամարտությունը տարածաշրջանում։ Իրականում հայ-ադրբեջանական հակամարտությունը տարածաշրջանում եւ Իրանի եւ Միացյալ Նահանգների հակամարտությունը տարածաշրջանում իրանք նույն պիեսի տարբեր ակտերն են եւ իրականում այդտեղ հակամարտությունը տանում ուրիշ է իրանական կողմը 100% այս պահին չկա վստահություն որ իրանք կհրաժարվեն դրա համար ասում եմ 100% հարցը քննարկելու է նաեւ Լիբանանից Իսրայելի զորքերը դուրս բերել սա ավտոմատ կերպով քանդում է Նետանյահուի այսպես կոչված անվտանգային համակարգը եւ ես չեմ հավատում որ դա հնարավոր է որ ամերիկյան կողմը կհամաձայնվի դրան առանց Իսրայելի համաձայնության Դե Թրամփը ասում է ես ինչ ասեմ հիմա Իսրայելը պետք է ասի այո Նետանյահուն էլ ասում է ես ընդհանրապես տեղյակ չէի աչքս տենա տեղյակ չէի ինչի մասին են խոսում պանիկայի մեջ ես սենց ասեմ ես կարող եմ Թրամփին քանի որ ինքը ոնց որ Թրամփի ադմինիստրացիան Հայաստանի հանդեպ իրան այդքան վատ չպայեց ես հասկանում որ են դեսպան չունեն բայց եկան նախընտրական փուլին փորձեցին ցույց տալ որ իրանք Հայաստանին չեն անտեսում եւ Հայաստանի շահերը հաշվի առնելու այ դեպ մի խնդրանք էլ ռազուշ ցնց ուշադիր լսում են էդ էլ ասեմ էլի որ տենց բավականին լուրջ է ամերիկյան տրանսնացիոնալ կորպորացիաներին խնդրում հայտնեք որ Թուրանի երկրները եւ Հայաստանը չպետք է լինեն նույն գոտում Հայաստանի համար արտադրվող ապրանքը մշակվող գովազդը բան չպետք է սարքվի Ուզբեկստանի, Ղազախստանի, Qırğızstani եւ մնացորդային սկզբունքով Հայաստանի մենք եւ իրանք տարբեր են ես չգիտեմ որ մի խոշոր եղջերավոր անասունն է կպցրել այդ բանը ստեղծել որ կենտրոնական Ասիա եւ Կովկաս ուզում եմ հանդիպեմ ենթադրում եմ արդեն ինքը այն Վալհալայում թե չէ ուզում էի հանդիպեի մի հատ հասկանեի Դե լավ չի պատկերացնում դա Իհարկե լավ չի պատկերացնում ու այդ ամեն ինչը մինչեւ հիմա մեզ անդրադառնում է չէ վերջերս ուղղակի բանը սա խանգարում է Ամերիկային հասկանալ ինչա կատարվում ես իզուր չեմ ասում Այս բաները որ ասում եք, հա, ասենք չգիտեմ, ինքը կարա Նետանյահուին ասի Նետանյահուն ինչ անի։ Երևի կարա ասի ինչ անի։ Հա, բայց Նետանյահուն Հիշում եք հին հայկական ֆիլմ կար, ասում է մերժելը չի մերժես, ոս կտա։ Այն ուշադիր կլսի ինչ է սան, բայց չի անի։ Որովհետև Թրամփը ունի mid-term։ Թրամփին պետք է այս ամեն ինչը կասեցնել գոնե, որովհետև սենց վարկանիշի անկում աշխարհում ինձ թվում է նույնիսկ ինքն է հասկանում որ դիտե համը հանել է Իրանն էլ դա գիտի եւ օգտագործում է իսկ քանի որ Իրանը դա գիտի ինքը պահը օգտագործում է ինքը պետք է սխմի Մինչև այն էլ գիտի որ այն էլ առանց հրեական համայնքի չի կարա ոչ մի բան ձեռք բերի այն էլ ընդեղից է սխմում մի հատ հարց կա Դոնի ընչի դեր պետք Ինքը չգիտեր երևի, թե որ ընկնելու է Այլի որ վերջի հույսն է որ ինքը Իրանի մեջտեղ Հա, ինքը Trump Kennedy կենտրոնն էր ստեղծել, էդ է չունես Հիմա էտել այդ քո Trump-ի անունը կուվալդով խփին, այն ինչ ուրախությամբ կպցնում էին, նույն ատելությամբ հանեցին ու իդեպ դա ընդհանրապես Իսրայել-Իրան հակամարտությունը չի Դա Եվրոպայի հակամարտությունն է, բանի դեմ քաոսի դեմ Նետանյահուն քաոսի ներկայացուցիչ ինքը հակաեվրոպական շարժումն է դու սխալ եք ընկալում այս պատերազմը այս եվրոպական քաղաքակրթության ոչնչացման փորձ եւ Արցախյան պատերազմը Հայաստանի վրա հարձակումը Հայաստանին պահանջը բանը փոխելը այս ամեն ինչ ուրիշ տեղ է
Եվ Փաշինյանը, որ ասում է Արարատը պետք է հանենք, եւ Մակրոնը, որը գնում է ու Արարատը նկարում։ Այդ լրիվ տարբեր բաներ են։ Ուղղակի Նիկոլը վախում է։ Ոչ միայն մենակ մնալուց, ինքը մենակ չի մնա, ինքը վախում է հակամարտությունից, ինքը վախում է որոշում կայացնելուց, ինքը վախում է իր խամճիկին չափալախելուց, ինքը վախում է Պուտինի վրա մունատ գալուց, ու ինքը վախենում է կարդալ մի հատ տենց չաղ մի հատ մուժիկ կար, որ մենակով Գերմանիայի դեմ մնաց է, Ուինստոն Չերչիլը, ասում էր, երբ որ ընտրում ես խայտարակության պատերազմի մեջ խայտարակությունը, ստանում ես համ խայտարակությունը, համ պատերազմը։ Իսկ Նիկոլը վախում է դա կարդա, ինքը Նելսոն Մանդելա է կարդում։ Այդ է պրոբլեմը։